Աշխարհում կան կապեր, որոնք ավելի ամուր են, քան պողպատը, եւ ավելի խորը, քան օվկիանոսը։ Այդպիսին էր Լիլիթի եւ նրա մոր, Գոհարի կապը։ Նրանք պարզապես մայր ու դուստր չէին, նրանք երկու հոգի էին, որոնք ապրում էին մեկ շնչով, մեկ սրտով։ Հայրը մահացել էր, երբ Լիլիթը դեռ շատ փոքր էր, եւ Գոհարը ստիպված էր եղել դառնալ եւ մայր, եւ հայր, եւ լավագույն ընկեր։ Գոհարը այն կանանցից էր, ովքեր երբեք չեն բողոքում։ Նրա ձեռքերը կոշտացել էին աշխատանքից, աչքերի շուրջ կնճիռները շատացել էին անքուն գիշերներից, բայց նրա ժպիտը, այդ մեղմ հանգստացնող ժպիտը երբեք չէր պակասում դեմքից։ Լիլիթի համար մայրը անմահության խորհրդանիշ էր։ Նա հավատում էր, որ քանի դեռ Գոհարը կա, աշխարհում ոչ մի վատ բան չի կարող պատահել։ Մի սովորական աշնանային երեկո էր։ Դրսում անձրևը թակում էր պատուհանները, իսկ տանը տիրում էր սովորական ջերմությունը։ Գոհարը խոհանոցում էր, պատրաստում էր Լիլիթի սիրելի թխվածքը։ Նրա շարժումները, սակայն, այդ օրը մի փոքր դանդաղ էին։ Լիլիթը, ով նստած էր հյուրասենյակում եւ գիրք էր կարդում, ժամանակ առ ժամանակ հայացքը բարձրացնում էր եւ նայում մորը, ինչ որ անբացատրելի տագնապ կարոթում, որը Լիլիթը չէր կարողանում բարերով ձևակերպել։ Գոհարի դեմքը սովորականից գունատ էր, իսկ ձեռքերը, երբ նա բռնում էր թեյնիկը, թեթևակի դողում էին։ «Մամ, լավ ես», հարցրեց Լիլիթը, գիրքը դնելով կողքի։ Գոհարը շրջվեց եւ նրա դեմքին հայտնվեց այդ ծանոթ սիրելի ժպիտը։ «Իհարկե, աղջիկս, պարզապես եղանակն է, ճնշումս մի քիչ խաղում է, մի անհանգստացիր, հիմա թեյ կխմենք, կանցնի»։ Նրանք նստեցին սեղանի շուրջ։ Այդ երեկո նրանց զրույցը սովորականից ավելի երկար ու խորը ստացվեց։ Գոհարը սկսեց պատմել հին օրերից, Լիլիթի մանկությունից, այն դժվարություններից, որոնք նրանք միասին հաղթահարել էին։ Նա խոսում էր այնպես, կարծես ուզում էր ամփոփել անցած ճանապարհը։ «Լիլիթ», ասաց նա հանկարծ ձեռքը դնելով աղջկա ձեռքին, «ուզում եմ իմանաս, որ դու իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն ես։ Ինչ էլ որ պատահի, հիշիր, որ դու ուժեղ ես։ Դու ունես իմ համառությունը։ Երբեք չհանձնվես»։ Լիլիթը ծիծաղեց, փորձելով ցրել մոր լուրջ տրամադրությունը։ «Մամ, ինչ ես խոսում, կարծես հրաժեշտ ես տալիս։ Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, վաղը գնալու ենք խանութ, հիշում ես, նոր վերարկու պիտի գնենք քեզ համար»։ Գոհարը ժպտաց, բայց նրա աչքերում թախիծ կար։ «Հա, իհարկե աղջիկս, վաղը»։ Թեյից հետո Լիլիթը գնաց իր սենյակ, աշխատանքները վերջացնելու։ Նա լսեց, թե ինչպես մայրը մտավ իր ննջասենյակ եւ փակեց դուռը։ Տանը տիրեց լռություն, որը խախտվում էր միայն դրսի քամու ձայնով։ Լիլիթը խորասուզվել էր համակարգչի մեջ, երբ հանկարծ լռությունը պատռվեց։ Դա սովորական ձայն չէր։ Դա ճիչ չէր, դա ավելի շատ նման էր խուլ, ցավագին հառաչանքի, որին հաջորդեց ինչ-որ ծանր բանի ընկնելու դղրդյունը։ Հետո լսվեց մի սարսափելի, սառեցնող ճիչ։ «Լիլիթ»։ Լիլիթի սիրտը կանգ առավ։ Նա ցատկեց տեղից, աթոռը շրջվեց, նա վազեց դեպի միջանցք։ Այդ մի քանի մետրը թվացին անվերջանալի։ Նրա ականջներում դեռ հնչում էր մոր ձայնը լի ցավով եւ սարսափով։ Ինչ կարող էր պատահել։ Միգուցե սայթակել էր, միգուցե վատ էր զգացել։ Նա հասավ մոր ննջասենյակի դռանը։ Ձեռքը դողում էր, երբ բռնեց բռնակը։ Ներսից լսվում էին տարօրինակ, խզխզացող ձայներ։ «Մամ», գոռաց Լիլիթը եւ հրեց դուռը։ Դուռը բացվեց, եւ այն, ինչ Լիլիթը տեսավ, ստիպեց նրան քարանալ։ Նա զարհուրանքից պարզապես սառեց շեմին։ Նրա ուղեղը հրաժարվում էր ընդունել իրականությունը։ Սենյակում լույսը վառվում էր։ Գոհարը ընկած էր հատակին, մահճակալի կողքին։ Նա կիսով չափ հենված էր պահարանին։ Ձեռքով ամուր սեղմել էր կրծքավանդակը։ Բայց Լիլիթին սարսափեցրեց ոչ թե միայն մոր վիճակը, այլ այն տեսարանը, որը բացվել էր նրա առջև։ Հատակին ցրիվ էին եկած հարյուրավոր թղթեր, բժշկական անալիզներ, ռենտգենյան նկարներ։ Գոհարի մյուս ձեռքում մի փոքրիկ տուփ էր, որից թափվել էին դեղահաբեր, ուժեղ ցավազրկողներ, որոնք սովորաբար նշանակում են անբուժելի հիվանդներին։ Գոհարի բերանից բարակ շիտով արյուն էր հոսում, որը կաթում էր նրա սպիտակ գիշերազգեստի վրա։ Բայց ամենասարսափելին Գոհարի հայացքն էր։ Նա նայում էր ուղիղ Լիլիթին եւ այդ աչքերում ոչ թե մահվան վախն էր, այլ անասելի մեղքի զգացումը։ Նա վախեցել էր ոչ թե մեռնելուց, այլ նրանից,
որ աղջիկը կտեսնի իրեն այդ վիճակում։ Լիլիթը քարացել էր։ Նա նայում էր հատակին թափված թղթերին ու հասկանում, որ դրանք հին ամսաթվերով էին՝ 1 ամիս, 3 ամիս, կես տարի։ Նրա մայրը, նրա ուժեղ անկոտրում Գոհարը ամիսներ շարունակ թաքցրել էր սարսափելի ախտորոշումը։ Այն գունատությունը, հոգնածությունը, ձեռքերի դողը ամեն ինչ պարզ դարձավ 1 վայրկյանում։ Գոհարը մահանում էր, եւ նա գիտել դա վաղուց, բայց լռել էր։ Լռել էր, որպեսզի չխանգարի Լիլիթի ուսմանը, որպեսզի չփչացնի նրա երիտասարդությունը, որպեսզի մինչև վերջին շունչը պահպանի ամեն ինչ լավ է պատրանքը։ Մամ, Լիլիթի ձայնը դուրս եկավ խեղդված, հազիվ լսելի։ Գոհարը փորձեց ժպտան, բայց դեմքը ծամածռվեց ցավից։ Նա դողացող ձեռքով փորձեց ծածկել արյունոտ թղթերը, փորձեց թաքցնել իր ցավը նույնիսկ այդ վիճակում։ «Մի վախեցիր», շշնջաց Գոհարը։ Ես ուզում էի ասել։ Լիլիթը ուշքի եկավ սառը ցնցումից։ Նա նետվեց առաջ, ընկավ ծնկների վրա մոր կողքին։ Արցունքները հեղեղի պես թափվեցին նրա աչքերից, երբ նա գրկեց մոր թուլացած մարմինը, որը միշտ եղել էր նրա ապավենը, հիմա փոքրացել ու փխրուն էր դարձել։ «Ինչու, մամ, ինչու չասացիր», հեկեկում էր Լիլիթը, փորձելով մաքրել արյունը մոր շուրթերից։ «Մենք կպայքարեինք, մենք մի բան կանեինք»։ «Ես չէի ուզում քո ժպիտը կորցնել», հազիվ արտաբերեց Գոհարը։ Նրա ձայնը գնալով մարում էր։ «Դու պիտի ապրես, երջանիկ»։ Լիլիթը զգաց, թե ինչպես են մոր մատները թուլանում իր ձեռքի մեջ։ Սենյակում դիրեց ծանր, ճնշող լռություն, որն ավելի բարձր էր, քան ցանկացած ճիչ։ Այդ պահին Լիլիթը հասկացավ, որ մոր ամենամեծ զոհաբերությունը ոչ թե այն էր, ինչ նա արել էր կյանքի ընթացքում, այլ այն լռությունն էր, որով նա կրել էր իր մահացու ցավը։ Միայն նրա համար, որ աղջիկը աշխարհը չփլուզվի ժամանակից շուտ։ Գոհարը փակեց աչքերը։ Նրա դեմքին, չնայած ցավին, իջավ մի խորին խաղաղություն։ Լիլիթը մնաց նստած հատակին, գրկած իր աշխարհի ամենաթանկ մարդուն, շրջապատված ստի եւ սիրո ապացույցներով, բժշկական թղթերով։ Նա գոռաց, բայց ձայն դուրս չեկավ։ Նրա հոգին ճչաց այն նույն ցավով, որը քիչ առաջ լսել էր մորից։ Այդ գիշեր Լիլիթը մեծացավ մի ամբողջ կյանքով։ Նա հասկացավ, որ մայրական սերը մի ուժ է, որը կարող է թաքցնել նույնիսկ մահը, միայն թե զավակը չտխրի, եւ երբ նա նայում էր մոր խաղաղված դեմքին, սարսափը կամաց-կամաց փոխվեց երախտագիտության ու անսահման կարոտի։ Դուռը բացելով նա տեսել էր մահը, բայց նաև տեսել էր սիրո ամենաբարձր, ամենաողբերգական գագաթը։